Բարի երեկո, եթերում առաջին լրատվականն է, ես Քրիստինե Մելքոնյանն եմ, առաջիկա րոպեների ընթացքում առաջարկում եմ դիտել։ Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը, արդյունքը ակտիվորեն զարգացող քաղաքական, էլ ավելի հավասարակշռված դարձող առևտրատնտեսական հարաբերություններ, պետական այց օր երկրորդ, ուղիղ միացում Ռուսաստանի մայրաքաղաքից։ Նախագահ Մեդվեդևը վերահաստատել է Արցախյան խնդիրը բացառապես քաղաքական միջոցներով լուծելն այլ ընտրանք չունի, իսկ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն էլ սենսացիոն հայտարարություն է արել. Արցախյան հարցում ստեղծված իրավիճակը ռազմական ագրեսիայի հետևանք է։ Հայաստանն ի թիվս 10 այլ երկրների պատրաստակամություն է հայտնել օգնել երկրաշարժից տուժած Թուրքիային, Անկարան շնորհակալությամբ հրաժարվել է։ Երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 300-ից 3 գյուղի նահատակավերվել է, հարյուրավոր մարդիկ անհետ կորած են։ Արցախը մայր հայրենիքին կապող եւս մեկ ճանապարհ Սոտքից մինչև Խարվաճարի շրջան մոտ 80 կիլոմետրանոց մայրուղու շինարարությունը սկսվել է։ Սա կլինի 150 կիլոմետրով ավելի կարճ եւ այլընտրանք Գորիս Ստեփանակերտ մայրուղուն։ Հին ավանդույթներ ու նոր տեխնոլոգիաներ, հայ-վրացական գործարար փոխգործակցության լավագույն օրինակ, Ջավախքում վերաբացվել է Բալիս գարեջրի գործարանը։ Եվ մարդու էությունից ինչ է բացահայտում նրա ձեռագիրը։ Մեր հատուկ ռեպորտաժը ձախից աջ եւ հակառակը նույնիսկ միաժամանակ երկու ձեռքով գրողների ու մարդու ընդունակությունների նոր սահմանների մասին է։ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ապագայով մտահոգ մարդիկ կարող են հանգիստ լինել։ Վստահության փոխադարձ ուղերձները հնչել են Մոսկվայում, որտեղ պետական այցով գտնվում է նախագահ Սերժ Սարգսյանը։ Այսօր պետական այցի երկրորդ օրն է։ Ես նշեմ, որ Կրեմլում այսօր պետական այցին բնորոշ հանդիսավորությամբ դիմավորել են Հայաստանի Հանրապետության նախագահին եւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին։ Կայացել է նաեւ Սարգսյան-Մեդվեդև առանձնազրույցը։ Երկու նախագահների բանակցությունների, ինչպես նաեւ նախագահի այցի մյուս մանրամասների մասին ռեպորտաժ կունենանք մեր այս թողարկման ընթացքում, նաև կունենանք ուղիղ կապ Մոսկվայի հետ, այնտեղ աշխատում է իմ գործընկեր Գևորգ Ալթունյանը։ Ես նշեմ, որ այժմ ձեզ ենք ներկայացնում Հայաստանի նախագահի պետական այցի դիմավորման պաշտոնական արարողության կադրերը առանց մեկնաբանության, ինչպես նաև կադրեր նախագահի այցից անհայտ զինվորի հուշարձան, նաև Մեդվեդև-Սարգսյան հանդիպումից։ Այս թողարկման ընթացքում կունենանք առավել ընդգրկուն ռեպորտաժ, նաև ուղիղ կապ Մոսկվայի հետ, այնտեղ աշխատում է իմ գործընկեր Գևորգ Ալթունյանը։ Մինչ Հայաստանի նախագահի մոսկովյան պետական այցի այսօրվա օրակարգին անդրադառնալը, նշեմ, որ երեկ երեկոյան նախագահ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել հայ առաքելական եկեղեցու մոսկովյան նորակառույց համալիրի կառուցման օժանդակած հայ բարերարների հետ, նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը կառուցված է ամուր պատմական հիմքի վրա եւ աշխուժ զարգացում է ապրում համապատասխանելով մեր երկու երկրների շահերին, հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ այն ուղղված է դեպի ապագան եւ փոխադարձաբար օգտակար է Հայաստանի ու Ռուսաստանի ժողովուրդների համար։
Հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների լայնածավալ համակարգի մեջ ամենակարևոր դերակատարումների շարքում հնարավոր չէ անտեսել ռուսահայ համայնքի կատարած եւ շարունակաբար կատարվող ներդրումը։ Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր առաջատար առևտրային գործընկերն է, իսկ Ռուսաստանի գործարարները մեր տնտեսության մեջ հիմնական ներդնողները։ Այդ տպավորիչ ցուցանիշների եւ հաջողությունների հիմնական շարժիչ ուժերից մեկն էլ ռուսահայերն են, ասել է նախագահ Սարգսյանը։ Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը կառուցված է ամուր պատմական հիմքի վրա եւ աշխույժ զարգացում է ապրում, համապատասխանելով մեր երկու երկրների շահերին։ Այն ուղղված է դեպի ապագան եւ փոխադարձաբար օգտակար է Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների համար։ Հայ-ռուսական բազմաբնույթ հարաբերությունների լայնածավալ համակարգի մեջ ամենակարևոր դերակատարների շարքում հնարավոր չէ անտեսել ռուսահայ համայնքի կատարած եւ շարունակաբար կատարվող ներդրումը։ Պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր առաջատար առևտրային գործընկերն է, իսկ Ռուսաստանի գործարարները մեր տնտեսության մեջ հիմնական ներդրողները։ Այդ տպավորիչ ցուցանիշների եւ հաջողությունների հիմնական շարժիչ ուժերից մեկն են ռուսահայերը։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ձեր համայնքը մեր հայրենիքից, Հայաստանից դուրս ապրող ամենաստվար հայկական ընդհանրությունն է։ Մոսկվայի նորակերպ հայկական տաճարը, Սուրբ Խաչը իր օրհնությունն է բերում ոչ միայն ռուսահայությանը, այլև աշխարհի ամենամեծ հայ համայնքի հարազատ տուն դարձած երկրի մայրաքաղաքին։ Ռուսահայ համայնքը իր մարդկային ներուժով, հավաքական գոյությամբ եւ անսպառ աշխուժությամբ կարևոր եւ անփոխարինելի է Հայաստանի համար։ Եվ այդ ամենի համար ես ձեզ հայտնում եմ իմ եւ Հայաստանի ժողովրդի խորին շնորհակալությունը։ Մի հետաքրքիր մանրամասն Սարգսյան-Մեդվեդև մոսկովյան բանակցություններից Մոսկվայում կայացած հանդիպման ընդմիջմանը նախագահներ Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ։ Երկու երկրների ղեկավարներն անկեղծ ցավակցության խոսքեր ու աջակցություն են հայտնել Թուրքիայի նախագահին Թուրքիայի տարածքում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ Սերժ Սարգսյանը եւս մեկ անգամ հաստատել է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ Նախագահ Գյուլը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին ցուցաբերած համերաշխության համար։ Թուրքիայի արևելքում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի ցնցումը զգացվել էր Հայաստանի Հանրապետության սահմանակից շրջաններից մինչև Թուրքիայի կենտրոնական եւ հարավ-արևելյան շրջանները։ Նախնական տվյալներով զոհերի թիվն արդեն շուրջ 300 է, սակայն այս թիվը կարող է աճել։ Մի քանի 100 մարդ համարվում է անհետ կորած։ Աղետի գոտուց վերջին տվյալները ներկայացնում է Արմինա Պապյանը։ Որոնողական աշխատանքները Թուրքիայում շարունակվում են ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը, սակայն անշեղորեն աճում է։ Վերջին տվյալով փլատակների տակից դուրս է բերվել 265 դի։ Փրկարարները պնդում են, որ թիվն էլ ավելի կաճի։ Որոնողական աշխատանքներին մասնակցող մասնագետներն ու նրանց աջակցող զինվորները դժգոհում են անհրաժեշտ տեխնիկան եւ սարքավորումները չեն բավարարում։ Արտեշում օրինակ ըստ հյուրերի փլատակների տակ գտնվող մարդկանց հայտնաբերելու համար նախատեսված ընդամենը 1 սարք կա, այն էլ վնասվել է երկրաշարժի հետևանքով։ Շենքից շենք անցնող եւ բղավոցների միջոցով մարդկանց հայտնաբերել փորձող փրկարարներին օգնում են նաեւ տեղի բնակիչները։ Մարդիկ հիմնականում խուճապի մեջ են, հետ ցնցումները չեն դադարում։ Սեյսմիկ ծառայությունից հայտնել են, որ ստորգետնյա ցնցումները կարող են շարունակվել եւս մի քանի օր։ Բնակչությունը հրաժարվում է վերադառնալ տուն ժամանակավոր ապաստան գտնելով աղետի գոտում բացված վրանային քաղաքում։ Մեծ ավերածություններ կան Վանի մերձակա Արճեշ քաղաքում, որտեղ փլվել են ուսանողական հանրակացարանը եւ առնվազն 3 տասնյակ բնակելի շենքեր։ Չնայած ամբողջ երկրից առաքվող առաջին անհրաժեշտության ապրանքներով եւ դեղորայքով օգնությանը զգացվում է սննդամթերքի պակաս, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Խզված հեռախոսակապը, ջրայ եւ էլեկտրամատակարարումը իշխանությունը խոստացել է վերականգնել մինչեւ վաղը։ Անցկացվում է կանգուն մնացած շենքերի տեղզննում։ Հիվանդանոցներն ի դեպ դրանցից մեկը եւս կիսավեր վիճակում է, անկարող են ընդունել բոլոր վիրավորներին։ Թեթև վնասվածքներով հիվանդներն առաջին բուժօգնությունը ստանում են Բաքում։ Ըստ տեղական մամուլի բուժհաստատությունների բարվոք վիճակի մասին Վանի իշխանության պնդումներին հակառակ բժիշկներն ահազանգում են չի բավարարում ոչ միայն աշխատուժը, այլև դեղորայքն ու սարքավորումները։ Ի դեպ գիտնականները չեն բացառում, որ ուժեղ երկրաշարժն ու բազմաթիվ հետցնցումները կարող են դառնալ Վանալեճի հյուսիսում գտնվող Նեմրութ հրաբխի ժայթքման պատճառ։ Արմինա Պապյան, Առաջին լրատվական։
Մեր արտգործնախարարությունից տեղեկացնում են, որ պաշտոնական տվյալներ չկան Վանի երկրաշարժից տուժածների թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ։ Հայտնի է դարձել նաև պաշտոնական Անկարայի նախնական մոտեցումը տարբեր երկրների կողմից Թուրքիային առաջարկված փրկարարական օգնությանը։ Վարչապետ Էրդողանը առավոտյան շնորհակալություն է հայտնել բոլոր այն երկրների ու կառավարությունների ղեկավարներին, որոնք իրենց աջակցությունն են առաջարկել։ Ըստ Reuters գործակալության Էրդողանը երախտագիտություն է հայտնել Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար, ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան նման խնդրանքով կդիմի օգնություն առաջարկած պետություններին։ Ըստ Թուրքիայի վարչապետի ներկապահին, բացի թուրք փրկարարներից, երկրաշարժի տարածքում աշխատում են Իրանից, Ադրբեջանից եւ Բուլղարիայից Վանի նահանգ ժամանած փրկարարները, մինչդեռ թուրքական որոշ լրատվամիջոցներ խոսում են միայն ադրբեջանցի ու պակիստանցի փրկարարների մասին։ Իսկ այս գիշեր Թուրքիայի երկրաշարժից հետո եւս 260 հետցնցում է եղել, որ գրանցել է Հայաստանի սեյսմիկ ծառայությունը։ Հետցնցումներից առավելագույնը 3 բալ ուժգնության է եղել, ինչը որևէ շինության վրա չի ազդել։ Այս մասին հայտնել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, ավելացնելով, որ թուրքական լրատվամիջոցների տվյալները, թե Թուրքիայի երկրաշարժից վնասվել է նաև հայկական ատոմակայանը, չեն համապատասխանում իրականությանը։ Երկրաշարժը Հայքի տարածքում 4 բալ ուժգնության է եղել, մինչդեռ մեր ատոմակայանը ունի առնվազն 9 բալ սեյսմակայունություն։ Ստորգետնյա ցնցումների, դրանց պատճառների, հետևանքների ու նաև դրանցից որոշակիորեն պաշտպանվելու հնարավորությունների մասին այսօր Նվեր Մնացականյանի հարցազրույցը սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության պետ Սերգեյ Նազարեթյանի հետ է։ Հարցազրույցը մեր եթերում կլինի 23:25-ին։ Սպիտակի երկրաշարժից հետո կիսավեր մնացած Վանաձորի երաժշտական դպրոցի նորոգումը վերջապես սկսվել է։ Խնդիրը վաղուց կար, բայց սայլը տեղից շարժվեց մեր կրկնակի անդրադարձից հետո միայն։ Վանաձորի Կզարթումյանի անվան վթարային համար 1 երաժշտական դպրոցի մասին առաջին լրատվականը 2 անդրադարձ է ունեցել։ Հնամյա երաժշտական դպրոցի ճարտարապետական արժեք ներկայացնող շենքը երկրաշարժից հետո դարձել էր վթարային, ու թեև այնտեղ շարունակվում էր երաժշտական կրթություն իրականացվել, այնուամենայնիվ կիսաքանդ պատերի, ցուրտ ու անհրապույր սենյակների պատճառով քիչ էին աշակերտները։ Երաժշտական կրթությունն էլ ցածր արդյունավետություն ուներ։ Վտանգված էր նաև Լոռու մարզում թերևս միակ դասական երաժշտության համերգային դահլիճն իր եզակի ակուստիկայով։ Վանաձորի քիմիական գործարանի կողմից վաճառված եւ հողերի կադաստրային նշանակության փոփոխության արդյունքում քաղաքապետարանի բյուջեին փոխանցած գումարը իսկական նվեր էր երաժշտական դպրոցին։ Քաղաքապետարանը 205 միլիոն դրամ հատկացրեց այն նորոգելու համար։ Նաև երկրի նախագահը եւ վարչապետը խոստացել էին, երբ մենք 50%-ով ներդրում անենք, 50%-ն էլ ուրեմն հանրապետության բյուջեից տրամադրեն։ 205 միլիոն դրամ էլ հատկացվել է պետական բյուջեից համայնքների զարգացման ծրագրով եւ երաժշտական դպրոցի շենքն արդեն վերածվել է շինարարական մեծ հրապարակի։ Պատերի ամրացման նպատակով սկսել է ծեփի հեռացման աշխատանքները։ Շենքի վթարայնությունը շինարարները պայմանավորում են անցյալ դարի 70-ականներին քաղաքաշինական նորմերի անտեսմամբ երրորդ հարկ կառուցելու հանգամանքով եւ առաջարկում էր քանդել երրորդ հարկը։ Սակայն վերջնական արդյունքում երրորդ հարկը կմնա եւ աշխատանքներ կիրականացվեն այն քաղաքաշինական նորմերին համապատասխան դարձնելու ուղղությամբ։ Շինարարության ղեկավարը գիտակցում է իրեն վստահված գործի կարեւորությունը։ Արտասահմանում մեր ազգը արվեստով է ճանաչվում, մենք Արամ Խաչատրյանով ենք ճանաչում, ազգ են ճանաչում, Արնո Բաբաջանյանով են ճանաչում ազգը, եւ թող երեխաները երաժշտական դպրոցում կրթություն ստանան եւ կարող է լավ կոմպոզիտորներ ստացվեն այստեղից, ինչ կա։ Վերանորոգված շենքը երաժշտական կրթություն ստացող երեխաների առաջ դռները կբացի 2012 թվականի սեպտեմբերին, իսկ առայժմ նրանք սովորելը շարունակում են քաղաքի մյուս երաժշտական դպրոցներում։ Հրաչյա Պապինյան, Լիլի Գյոլչյան, առաջին լրատվական։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն։ Ռեգնում գործակալության հետ հարցազրույցում ֆրանսիացի դիվանագետն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, եւ մեր նպատակն է պայմաններ ստեղծել վերջնական լուծման հասնելու համար։ Երբ մարդիկ խոսում են պատերազմի եւ ուժի միջոցով հակամարտության կարգավորման մասին, ապա դա չի նպաստում քննարկումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ասել է համանախագահը եւ սենսացիոն հավելում արել։ Հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը հենց ռազմական ագրեսիայի արդյունք է։ Ֆրանսիացի համանախագահն ընդգծել է նաև բանակցությունների շարունակման անհրաժեշտությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները